Երևանի կենտրոնում իրականացվող այսպես կոչված բարեկարգման աշխատանքները օրըստօրեն նոր հարցեր են առաջացնում։ Մայրաքաղաքի սրտում իրականացվող փոփոխությունները հաճախ ուղեկցվում են ոչ համակարգված մոտեցումներով, ինչի հետևանքով տուժում է թե մայրաքաղաքային միջավայրը, թե քաղաքացին իր առօրյայում։ Քաղաքային պլանավորող ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը շրջելով Երևանի կենտրոնական հատվածերում փաստացի արձանագրում է այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ հստակ լուծումներ չեն ստանում, իսկ մայրաքաղաքին էլ փոխանցում են ոչ էսթետիկ տեսք։ Սա ամենաանպիտան հեռախոսի տեղն է։ Հասկանում եք, օրինակ, Թիմ Տելեկոմը ֆանտաստիկ լավ գործ անում Երևանի համար, միջազգային բաներ ա բերում, չէ, շատ ուրախ ենք, իրոք հալալ է տղեկին։ Բայց հարցը մենակ Թիմ Տելեկոմը չի։ Նայեք, բայց ոնց կարելի է թողել այս պատմական ֆանտաստիկ հզոր շենքի մոտ այս մինի ատեսները կարելի է դալանում դնել, բակում դնել, փող ծախսել, հասկանում եք, նա դրեցի կողքը, այն չգիտեմ, այն ապարատ եկավ թելսելի, նրանց հետո էլիք բաներ կար, հանեցին, այստեղ կոֆե ապարատ բաներ կար, ուղղակի տաքսիներ որ հանեցին, սա էլ է անվտանգության հարց, եթե դնում ես բնականաբար պետք է ամրացնես։ Մի հատ ուզում եմ սա բարձրացնել, որը շինարարական աշխատանքները հասկանանք, էլի, ով անում ինչ անում։ Ստեղ իհարկե օրինակ չգիտեմ, Մաշտոցի փողոց է, բայց սա փողոց է։ Ասենք, Քոչինյան փողոցն է, չոր բարձանում է։ Ստեղ նստապահությունը ուղղակի կրծել են կրծնելու համար։ Սիրուն իրանց լոգոն, ամեն ինչը, ժամկետները եւ այլն, բայց սա իհարկե սա օրենքի համապատասխան չի։ Եթե սա շինարարական աշխատանք է անում, որպես շինտուրջություն եւ բնականաբար, նայ, հիմա տեսակ քամին անկտատ ընկնելու է, լավ, հարցը սա չի։ Բայց այստեղ խնդիրը ո՞ն է։ Երկրորդ օրնա աշխատողները շատ քիչ են։ Հրապարակին մոտ բոլոր տիպի շինարարություններում պետք է դու դնես ամենաէժանին տա շինարարությունը։ Բնականաբար իրանք էժան կտան, որտեղ էժանը հաշվում 2-3 կամ 4 բանվորով։ Նման կարևոր տեղերը պետք է 20-30 բանվոր աշխատի 2-3 օրում ավարտեն գնան կամ 10 օրում, այլ ոչ թե ասենց դրածա հուլիսի 8-ը, հասկանում եք։ Սա զարմանալի է։ Ոնց կարելի ասենք, նման կարևոր բանը 3 ամսվա։ Սա պետք է ընդամենը 10-20 օրվա ընթացքում դու ավարտես վերջացնես։ Փողոցների ներկայիս վիճակը ոչ միայն անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների համար, այլև վկայում են աշխատանքների ոչ որակյալ եւ անհետևողական իրականացման մասին։ Դուք փոփոխություն անում ես ամեն օր քաղաքում, բայց ռեֆորմ դու կարողանում ես անել ընդամենը 4 տարվա մեջ կամ 5 տարվա մեջ ընդամենը 1-2 հատ։ Մայթերի ռեֆորմը ենթադրում է կամ ընդհանրապես յուրաքանչյուր ռեֆորմ ենթադրում է 4 կարևոր բան։ Առաջինը ցանկություն։ Դու պետք է ցանկություն ունենա, չէ՞, քաղաքային իշխանություններ։ Երկրորդը պետք է նորիձյան լինի։ Նորիձյան ո՞րն է։ Մայթերը լայնացնելը։ Մայթերի սալիկը փոխելը, ասինքն բետոնը լավ է, որ այդ փոխում են քարով։ Հրապարակն է բնականաբար շատ լավ է։ Դա ցանկությունից ասում է նորիձյան պետք է անի մայթերը լայնացնել։ Հետո գալիս է ամենակարևոր կոմպետենցիան եւ մարդկային ռեսուրսը։ Այս մարդիկ նորիձիա չունեն, այսինքն իրանք ընդհանրապես մայթ են փոխում, անունը դնում են մենք էսի փոխեցինք։ Դա ձեր պարտականությունն է, մեր վրա թանկ մի ծախեք։ Պատկերացնում եք այս սիրուն հրապարակ, որից Երևանի ամենահզոր շենքերից իմ օրինակ ամենասիրածս հրապարակին հետ դնենք, ստեղ նայեք համ պահպանվել է նախասովետական շենք Ավետիք Իսահակյանի ես գրադարանի մասը, արտգործնախարարության շենքը եւ ասենք այդ հզոր ֆանտաստիկ այդ Ամիրան 3-ը Կորյուն Հակոբյանի։ Սա մա դիմացից կնենք, այսինքն այստեղ ամբողջ չկա խտացված, լավագույն ռեստորաններն են այստեղ, չգիտեմ, հյուրանոցներ, ընդհանրապես նայեք ինչ տրաֆիկա հələ այս վիճակում։ Մայթերը պիտի լայնանան, հիմա ո՞րն է կարող հավնավերը շուտեղ է թե ձուն։ Դու պիտի նենց անես մայթերը լայնանան, որ մարդիկ ասենք, այ ոչ թե սպասես մարդիկը, նույնն է ոնց որ հեծանվուղիների մասին, ոչ հեծանվուղի է կազմակերպված։ Քաղաքապետարանի պատվերով է, չէ՞ սա արված։ Տարական մարդկանց ընդհանրապես տեղաշարժ ապահովված չի հոսքը։ Մնացականյանը առաջարկում է լայնացնել մայթերը, սակայն այս առաջարկը եւս հարցերի տեղիք է տալիս։ Արդյոք քաղաքը պատրաստ է նման կտրուկ փոփոխության։ Ի պատասխան Մնացականյանը ներկայացնում է զարգացած եւ զարգացող քաղաքների օրինակը եւ բացատրում, թե ինչ դրական ազդեցություն է առաջարկվող փոփոխությունը թողնելու քաղաքացիների եւ քաղաքի գեղագիտական տեսքի վրա։ Խնդիրը այստեղ մայթերը բարեկարգելը չի կամ մայթերը սալիկները փոխելը չի։ Մայթերը պետք է ինչ որ մենք արեցինք կողբացիով առաջարկում ենք ամբողջ փոքր կենտրոնում, խնդիրը մայթերը լայնացնելն է։ Այսինքն մենակ այդ քաղաքային իշխանություններն են հաջողում, երբ որ չեն վախենում, որովհետև հրապարակ մտնող բոլոր հատվածները, օրինակ նույնը Տիգրան Մեծի հատվածը միջով կինո Երևան, Աբովյան փողոցը միջով Արամի փողոցը, նույնը Լալբանդյանը,
Մի քիչ խնդիրներ կա, կարելի է մտածել այս մասով, որտեղ այստեղ բանկերը, դատախազությունը, նախարարությունները շատ են դեպի ներքև, բայց Ամիրանից մինչև Քոչինյան, Զաքյան եւ ընդհանրապես դու պետք է ոչ թե այս ամբողջը պետք է լայնացնես, ումա պետք մայթը փոխում ես, անունը դնում ես, նպատակը ո՞րն է։ Անիմաց փող ես ծախսում։ Սրա նպատակն է, որ դու մայթը լայնացնես փողոցի հաշվին, չպետք է մտածես տաքսի մասին, այս պահին, չպետք է մտածես կոմենտներում ինչ կգրեն եւ այլն, քաղաքային իշխանությունները պետք է ունենան այդ, հասկանում եք, այդ նախաձեռնությունը, այդ գիտելիքները, բայց դա է խնդրեմ, իսկ սա ինչ է, սա ուղղակի իմիտացիա է աշխատանքի, այն նորարարությունը նա կլինի, երբ որ մայթերը լայնանան, հասկանում եք, ոնց որ արվեցին աշխարհի շատ տարբեր մայրաքաղաքներում եւ տասնյակ, արդեն հարյուրավոր։ Հիմա նայեք ինչքան մեծ տրաֆիկ կա, հոսք կա մարդկանց, չէ՞։ Այս մարդիկ հիմա չեն գնում այնտեղ։ Լավ է, տարական հարգանքը, նախ այստեղ պետք է ավելի զգուշացնող նշաններ լինեին։ Երկրորդ հիմա որ գնանք առաջ, կտենա գնալով բարթանում է։ Այստեղ վիճակը մի քիչ ավելինն է, բայց էլի եմ ասում, իմաստը ո՞րն է, որ դու սա անես, այդտեղ մեքենաներ կանգնեն։ Միջև այդ հատվածը ընդհանրապես որևէ մեքենա, սա պետք է լայնանալ, հələ ավել 2 մետրը պետք է մայթ, ոչ թե այստեղը նույնը Արամի փողոցի վրա, նույնը, չգիտեմ, այդ մենք կողբացին արեցին, չշարունակեցին, Բյուզանդը, բոլոր Երևանի կենտրոնի փոքր փողոցները հիմնականում պետք է մայթերը լայնանան, միանշանակ։ Այստեղ ծաղկանոցը գալիս է սենց մեջտեղով, գնում էր միջև վերև, մայթերը սաղ լայնանում էր, որովհետև իմաստը ո՞րն է այս մեքենաների։ Էլ եմ ասում, հենա հենց ընդեղ 150 մեքենա այդտեղ կա, մենակ կոմերցիոն նպատակներ, այսինքն ոչ թե շենքի բնակիչների համար, ոչ հյուրանոցների, այսինքն համ բիզնեսին շատ լավ կլինի, համ քաղաքին, բոլորը շահում են։ Եվ ամենակարևորը մայթերը լի կլայնանան։ Այսինքն այս Քոչինյան փողոց համատաբար նոր էր, այն ժամանակ մենք դա այս ռեստորաններից մեկը բացվում էր, կացինը, եւ այնտեղ մեքսիկականի համար պարկինգներ էր, մենք հեսա կնկարենք, այդ մեքենաները, հարևանների հետ խոսացինք, բոլորի մեքենաները հանեցինք, որպեսզի այդ մեծ այդ ռեստորանի բացօթյա տեղը մեծանա կաֆեներ, որտեղ Երևանի հատկապես կենտրոնում կաֆեները շատ կարևոր են։ Բայց նայեք, այս մասերը թույլ է տալիս, բայց շատ տեղերում թույլ չի տալիս, այստեղ ոնց որ անհավասար պայմաններ է։ Դա համար բայց այստեղ հնարավորություն կա մայթը լայնանա։ Մայթը քոնը, հասկանում եք։ Դու կարող մեքենա չունենաս, որ փողոց մեքենա վարես, չէ՞, բայց մայթերը դա մենք բոլորս հավասար ենք մայթերում։ Եվ ամենաշատ պայմանները դու պետք է անես անես քաղաքը, որ ամեն տարի այդ մայթի ռեյտինգ է կոչվում ոնց որ մոբիլության, թե ինչքան շատ մարդ է ավելի շատ քայլում ամեն տարի, ինչքան ավելի արագ է քայլում, ինչքան ավելի ապահով է քայլում։ Իսկ մայթերի համար ի՞նչ է կարևոր։ Ամենակարևոր բանը պետք է որպեսզի մայթերն լինեն ապահով, մայթերը լինեն հետաքրքիր եւ ինչ որ բաներ կատարվի, այսինքն քեզ հաճելի լինի։ Ես չպետք է իջնեմ, նայեք, բարձրանամ, հետո էլի գնամ, հետո էլի բարձրանամ։ Հասկանում եք, անարգել պետք է լինի։ Հետիոտ ամենակարևոր պետք է լինի առաջին հետիոտների համար։ Ասենք ստեղ պետք է ալներ մինիմում, չեմ ասում կակնում հետեքարտը, նայեք, հիմա բարձրանում եմ, էլի իջնում եմ։ Սա որտեղ արվել է ընդհանուր բանի համար, ասենք բիզնեսի համար։ Ստեղ ընդհանրապես ավտո չպետք է կանգնի։ Ընդհանրապես 20 ավտոյի պատճառով Երևանի ամենալավ հիմա, ստեղ երկու կողմանի պետք է մայթերը լայնանան։ Թողում ես մի մեքենա այդտեղ, մի հատ հեծանիվի տեղ։ Հələ նայեք։ Երևանի եզակի պահպանված այս հին Երևանի հատվածներն են հին շենքերի։ Իսկ սրանք աչքի լույսի պես ընդհանրապես պետք է պահես։ Այս հիմա այնտեղ որոշ բաներ կա, մաքրեցին, ուրախալի բաներ, բայց ասենք չես կարա թողես, սրանց պետք է ընդհանրապես օրենքով արգելվի սրանց կպնել։ Սրանք աչքի լույսի պես պետք է այս ամբողջ շենքերը հին Երևանից մնացած եզակի շենքերն են։ Հենց ինչ լավ են բիզնեսները սա, պատկերացնում եք ես մայթը լայնացնես։ Ընդհանրապես պետք է մայթերը լայնացնել։ Այդ արդեն երկրորդական է թե ինչ մանով կանես, հասկանում ես։ Պարզած ցանկալի լավ իրար սազող, ասենք այդ սալիկները քար լինի եւ այլն։ Այս բիզնեսները հիմա մի հատ է, սա կդառնա 10 հատ։ Նայեք, սա լվացել են, ինչքան լավ ա եղել։ Բայց սա պետությունը այն պետությունն է հարգանքի արժանի քաղաքային իշխանությունը, որ սրանք նաև պետք է ամրացնի։ Այդ պետությունը, որ այդքան գույք հարկը բարձրացնում ես հատկապես այդ կենտրոնի բնակիչների, դու այդ փողը պիտի դնես կենտրոնի մեջ։ Բայց հիմա նայեք, մարդկանց մեծ մասը փողոցներով են քայլում։ Հասկանում եք, նայ։ Ուրեմն տրաֆիկի կարիքը կա, բայց մայթը չկա։ Այս ամենահզոր, ամենալավ տեղերից է։
Հասկանում եք, Կողբացի փողոց ինքնանով արդեն դուժած է։ Տեր Գաբրիելյան փողոցն էր ժամանակին։ Ով այս Կողբացում վատություն արեց, մեկ են շենքը, նայեք։ Մեկ է այն վերևի շենքը։ Փողոցի վրա երկու հատ շենք առոցեցին եւ ես ոնց որ երկրորդեցին այս կարևոր սիրուն Երևանյան փողոցը Կողբացին։ Շենքերը դալաներով է սան, մեկ է Պուշկինի Խաչմերուկը, մեկ Աբովյանի։ Սա ամենակարևոր, ամենատրաֆիկով փողոցը պետք է լինի։ Առաջինը դու սա պետք է լինի, որտեղ տուրիստական սեզոն է բացվում։ Բայց ինչ ամենք Վիկտորի Պլանով ժամանակին ասել ենք, սաղ կապում են, չգիտեմ, մեր հետ կամ իմ հետ, ասում են, չէ, մայթերը տենց մեկին գտնեն ուղակի մի հատ մայթի բաները փոխեն, սալիկներ։ Հիմա նայեք, ստեղ ուրիշ ձև արած, ընդեղ ասֆալտ է, ընդեղ ուրիշ ձև արված։ Գեղագիտական տեսքը գնահատելու համար պետք է մարդիկ լինեն։ Պետք է գեղագիտական խորհուրդ լինի քաղաքում, որ անգամ եթե ինչ-որ մեկի թաղապետի, քաղաքապետի, չգիտեմ, տեղակալի, մեկի, մյուսի մտքով բան ասում, կարող է լավ իդեա, բայց այդ գեղագիտական տեսքը պետք է քննարկվի անպայման այդ խորհրդում։ Դրանք կարող են Երևան քաղաքի լավագույն, ասենք, արժանի, չգիտեմ, ճարտարապետներ, նկարիչներ, որոնք որևէ շահերի բախում չունեն, այսինքն չի կարող այդ նույն ճարտարապետը հետո մտնի մի բան զիջի քաղաքապետին, որտեղ ինքը հետո քաղաքում շինթույլտվություն պետք է ստանա։ Նույնը վերաբերում է դիզայներին։ Հիմա Երևանում չկա քաղաքի գլխավոր դիզայներ։ Կա մի հատ ինչ-որ անհասկանալի քաղաքաշինական խորհուրդ, որը հազիվ հասցնում է երևի այդ շինթույլտվություններ եւ այլն։ Ասած չէ լավ բաներ են անում, բայց գեղագիտական խորհուրդ ապեք ոչ թե միայն Երևան, մի հատ առանձին Երևան քաղաքի, որ այս նման կարևոր շենքերը, կարևոր փողոցները այլ նաև օրինակ վարչական շրջաններ ունեն, անգամ կոնդո, օրինակ ես կուզենայի, ես ինքս մասնակիցն եմ կոնդի գեղագիտական խորհրդի մեջ լինեի կամ դիզայն բորդի մեջ, չգիտեմ, որտեղ ես ապրում եմ, ասենք կենտրոնում, կենտրոնի կամ այդ փողոցը, որտեղ ինչ-որ բաներ են անում առանց որևէ մեկ ինչ-որ մեկ ընդունվում աշխատանքի քաղաքապետանի գովազդի բաժնում, ասում է ես թողում եմ քեզ տենց, այդ որ ասում են հայեցակարգ, բան չկա, քան այս քաղաքը չունի հստակ ռազմավարական մաստեր պլան, հետևաբար չունի դիզայն կոդ, հետևաբար չունի այդ կանոնակարգը, չեմ ասում այսօրվա ավականու մասնագիտական բաները չեմ ուզում նեղացնեմ, տեսնում եք էլ ինչ հարցեր են։ Քանի տարի նույն ինչ որ Երևանի համար երրորդական նշանակության հարցեր են քննարկում։ Ամենակարևոր այգին է մուտքը որտեղից։ Այս մուտքը մենք արեցինք, որտեղ այնը գիտեք ոնց էլի որ տեսանք ոտի հետքերը որտեղ է, մարդիկ տեսանք, այստեղ հողի վրա են կարել։ Բայց սա ուզում ենք այս մայթերը պետք է այս մեքենան հանվեր, այս մի մեքենա այդտեղով։ Սիրուն մուտք արվեր։ Հասկանում եք, որ դեպի այգին։ Հիմա այս այգի մուտքը սա է։ Այդքան որ այդ Մաշտոցի Պուրակի Միսակ Մանուշյանի որ ասում ենք, չէ՞, ես մեր այսքան կռիվ արեցի, որ մուտքը սա լինի։ Երկու բան է, որ սեղ շատ մեծ սխալ են արել, որ քիչ են լայնացրել։ Սկզբում նայեք, հետո սրա թողելը։ Ինչ է։ Հատուկ սրա ձևեր կառաջ ես տալի, լուկը մնում է տանում է սարը, այսինքն այսքան ծախս անելու համար սա թողել է, որտեղ մարդը է սկուտերով, հիմա տենեք մեծ մասը ցավոք սկուտերներով են գնում, արագ գալիս է, կամ մի հատ երեխա է։ Սա ոնց կարելի է բանուկ տեղ, հիմա նայեք, ստեղ օրինակ գրագետ են արել այս մասը, որ սենց ալիքով, որ այդ անդուսը պահել են։ Այս տոլբաները ընդամենը պետք է տանել 2 մետր հետ կամ 1 մետր, կամ մի քիչ փողը ծոխել։ Մայթերը ավելի լայն լինեն, մինիմում 1.5 մետր։ Հեծանլիվիգիցն էլ նայեք։ Ուստեղ այստեղ, որտեղ մեկը աստեղ էս 5 մետրանոց պրոմենադը կա, քայլում են։ Հասկանում եք։ Ստեղ սա բիզնեսների համար է լավ, սա ճեմողների համար է լավ, սա քայլողների համար է լավ։ Դուք պետք է տարբերություն, օրինակ այգին ուրիշ է, պուրակն ուրիշ է, զբոսայգին ուրիշ է, չէ, անտառն ուրիշ է։ Այդ որ հիմա ինչ-որ անհասկանալի բառն ուրբան այգի առանց հասկանալու քաղաքային ուրբան անտառներ, բանսից բաներ են։ Հիմա այսքան մեծ, նայեք, այնտեղ մեծ գազոն կա, այս մի պլատան ավելի շատ թթվածին է տալի կամ մաքուրը թող է ապահովում։ Քան թե սաղ, ասենք կարող է ծերից այս գազոնը, բայց այս գազոնը շատ ավելի կարևոր է։ Այստեղ գա մայթեր։ Նայեք, այստեղ որոշները կտրել են, այդ մայթերը նայեք։ Հիմա այս սա այնտեղ բան է, գազոն, ավտոների պարկինգ են թողել։ Մենք ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ այս մայթը թերաշեն, այս նոր են հողը լցրել։ Այս մայթը թերաշում են, ստոլբերը տանում ենք հետ, այս հենասյունները։ Այդ մայթը լայնացնում ենք։ Ընդհանրապես այդ դեպքում կարար ձախ կողմի վրա կամ լավ աջ կողմի վրա մեքենա կանգներ։ Տնայի։ Այստեղ 20 այս մայթը, ասենք կենտրոնի ամն 30 սանտիմետր է։ Լսում։ Նայեք, մի ոտքի, երկու ոտքի տեղ։ Հասկանում եք։ Այն դեպքում որ այս ավտոները անիմաց կանգնած են, որ երևանցիների մեծ մասը Թումանյանից չգիտի, ասենց ներքևուր է իջնում։ Երբ որ այն դեպքում դեռ մայթը լայնացեցի, ստեղ մնաց։ Այս 6 ավտոյի խաթեր, այս կարևոր շարժը կա։ Այստեղ պետք է ծերից է լայն մայթ լինի, որ շարժը այս բիզնեսների բանի համար լինի։ Սա վատ էն է, որ երևանցիներն մտածում որ սա արդեն նորմա է։
Սա նորմալ չի։ Գալիս ենք, մայթա։ Եկանք մտանք մեկի գարաժ։ Մայթա ավտոյա կանգնած տեղ։ Հետո եկանք հասկանում եք։ Հիմա նեքսան եզակի լավ բաներից է, լայն ասեցին։ Բայց ինչ, որտեղ ես իրական գիտեի թաղապետանն արը թե քաղաք, պարզում ես բիզնեսն է արը։ Շնորհ քո մարդիկ են, քաղաքը սիրում են, հա, արել են։ Բայց սա չի կարելի անես, դա եմ ասում։ Դու պիտի մի փողոցը վերցնես, ծերից է, չես կարող մի խաչմերուկ անես, մեկը չանես։ Դու չի լինում սա, ինչի նման։ Սա աշխատանքի իմիտացիա, սա աշխատանք չի։ Եթե պիտի մայթը լայնացնես, հետո էլի ավտո կանգնի, պրոբլեմա։ Սրանք բետոն են, նայեք, սրանք բետոնը ուղղակի պիգմենտ գույնա տված, այս որ հիմա մոդա ասում են ռետրո կամ բան, հա, բայցա։ Էսի շուտ է բան անելու։ Բայց հիմա նայեք, եթե Պուշկինի վրա մարդիկ, դա շատ լավ տարբերակ է այն ժամանակ։ Նայեք։ Թույլ տվեցին որ բիզնեսը զարգանա, դե առանց կաֆե չլինի, թող Պուշկինը լինի կաֆեների քաղաք։ Այսինքն համ տեղը թողեցին գազունի, կարաս տեղ համ ծառերը կան իհարկե, թփեր տնգես, աղմուկից փոշու, ծաղիկներ կարաս անես, համ է չես նեղացնում, համ է բիզնեսը նորմալ աշխատում է։ Հասկանում եք, այսինքն համ պիտի թող քաղաքը պիտի որոշի, բայց հիմա նայեք սա, մայթը նեղանում է, այս խանը վերցել է, կարար, այսինքն կարևոր չի, որտեղ ծառը կա, ամենակարևորը ծառն է, ծառը, որտեղ ծառը տալիս է ինչ, այդ հովը, որ դու թույլ ես տալի բիզնեսներին, առաջերտին, հետիոտներին քայլելուց, ծառը նպատակը ո՞րն է, այն հեռավորությունով դրված լինել, որ այդ ամառվա շոկ ժամանակ դու ասես հովի տակ լինես։ Հետո այդ որ արդեն մաքուրոթը բանը երկու շատ կարևոր է, բայց իրական քաղաքի համար դա է կարևոր։ Դամար եթե դու ասենք որ գնաս Հռոմ, գնաս Լոնդոն, գնաս անգամ այդ եվրոպական մնացած քաղաքները կամ այլաքաղաքներ, դու չես կարող տենաս որ այդ ծառերը շատ քիչ են, որտեղ ինքն շատ հին քաղաքներ են։ Բայց ինչ որ բաներով են, իրանք շատ ավելի հարմար են, որտեղ այն ժամանակները կառուցել են ժամանակ, երբ որ մեքենա չի եղել։ Ցեն ավելի շատ քայլելու կամ բայց այնտեղ ուրիշ վտանգ եղել ձի, գիտեք ինչքան մարդ անգետ ձիերի կարգերի տակ Եվրոպայում կարգերի տակ մահացել։ Երևանը երբ որ կառուցվել է Թամանյա ժամանակ ինքը արդեն նոր մեքենաները ցույց, բայց այն ժամանակ ամենալավ 24 թվականի գեյմպլանով չեմ ասում, 60-ական, 80-ականներ ամեն 1000 ընտանիքին մաքսիմում նախատեսում էր մինչև 80 ավտո, 80-ի 1000 հոգուն, 1000 հոգուց 80 մեքենա կամ բայց ռեալը մինչև 200 էր։ Իսկ հիմա արդեն գիտեք ինչքան է։ Նայեք, Մաշտոցի փողոցն ամենակարևոր, կանաչ ներկած, կանաչ քարը ունեմ ես թանկ քարա։ Մեղավորել եմ էլի զգում, որտեղ իմ ամենասիրած խանութներից է, բայց իրանց խնդրել եմ 10 անգամ դու շասում, դու ժողովուրդ ամոթ է, ես հանեք չի սազում ես Երևան։ Ոչ էս գույնը, ոչ էս քարը, ոչ էս շենքի վրա իրավունք կա։ Նա արեց, հետևից նա բռնեց էս գույնը արեց, հասկանում եք։ Հիմա որտեղ շարունակությունը ով ոնց կարած է բազալտը բռնե ներկելա։ Ասենք ոնց կարա մարդու մտքով անցնի քարը ներկի։ Ու դրա վրա լավ մարդը սխալ արել ու դու դրա վրա ուշադրություն չդարձես։ Քանի կոպեկ արժի, որ դու սա փոխում ես, չէ՞։ Լավ, նստարան չես դնում, իսկ սա նայեք հազիվ տեղ է, էլի ես նույն էլի է սատեսները կարային մտցնեմ։ Հիմա նայեք ես գույները նայեք հենց, բազալտի ներկացները նայեք։ Քանի կոպեկ արժի սա, եթե դու սա պիտի պահես։ Ու լավ որպես լավություն, ասին քաղաքապետանում մենք իրանք նորից բռնեցին, ներկեցին, ավելի թարմացնեն։ Կամ սա էս դռան, էսա դուր է։ Այս այն ժամանակ բանը Բեգլարյան գայքի ժամանակ դերին լավա գոնե դուր դրեց, որտեղ ժամանակ ընդհանրապես դուր չկար։ Բայց այս ժամանակ դերեցին, որ այդ ցուրտը, չգիտեմ, հանցագործությունը, բան այդ հարցը փակվի, շա ժամանակ անցել է, այդքան փող է հավաքը, այս կենտրոնի բնակիչներին այդքան գույք հարկով, էսի вообще սև, ինչ որ փայլուն բաներ աներ, ինչ որ չանհասկանալի, խիասև, էլի նույն գրպանիկներն դե, ով ոնց ուզում գալի կանգնում է։ Այս լավա, այս միակ լավ բաներից որ հանեցինք, բայց այստեղ պետք է լիներ հեծանիվի գիծ, որտեղ ինքը նայեք, մի մեքենայից եթե ավել է, տենում եք, ուրեմն նայեք գալիս են երկրորդ միշտ կանգնելու, դա էլի պարտադիր պայման է, ցավոք վատ պայման է։ Բայց սրա նպատակ որ հեծանիվի գիծ լիներ։ Սա մենք այն ժամանակ նախատեսել ենք հեծանիվի գիծ լիներ։ Գազոն ես անում, կարաս ուզում այդ բարակ բազալտ անեիր, օրինակ, իս ինչ է։ Սես մեծ բարակ, այսքան մեծ փող ես ծախսել, այդ պետական փողի իմաստը ո՞րն է։ Այսինքն նայեք, սա ավելի նեղ է, քան այս գազոնը։ Այս գազոն ումա պետք է սքան։ Նեղացրեք, ծաղկանոցներ սարքեք,
սիրուն բնաբաժակներ արեք, բայց որ ամենակարևոր տրաֆիկով տեղն է մարդկանց։ Չի կարող մայթ ավելի նեղ լինի, քան գազոնը ու սենց կարևոր ոնց որ հանգուցային տեղում։ Ասենք դու պետք է բռնես սաղ մուտքերի, շքան մուտքերի դռները միանշանակ փոխես։ Հիմա նայեք, այս մարդիկ են քարարը, բայց գոնե տուֆ են արել, գոնե սա նրա հետ են բռնասրել, բայց սաղ մի ձևով պետք է լինի, մի տրամաբանության մեջ։ Այ դա գալիս է գեղագիտական խորհրդից։ Հիմա այնտեղ նայեք, մենք մայթը լայնացրեցինք այն ժամանակ։ Նու սեղ տարբեր կոֆե ապարատից սկսած, տերմինալներ տեղափոխեցինք, սեփականատիրոջ հետ խոսացինք, ինքը իր փողով այդ բաները փոխեց, հետո լայնացրեցին, նայեք, շենքը բարեկարգեցին, այ ոնց այ մա սիրուն արավ, չէ։ Ես որ ասում եմ մի փողոցը ծերից է, տենց պետք է անես, ծերից է, Մարկիզայից դնում, արդյոք ոնց է սիրուն արել։ Ինչ կար սաղ Պուշկին փողոցը անեիք, ծաղկանոցներ անեիք, այդ մուտքերը փոխեիք։ Հիմա այս գազոն ումա պետք անիմաստ, նայեք, էսի երբեք է ծաղիկ չունի, որտեվ հիմա քիչ մարդ է, հետո մարդիկ գալու են կանգնեն ստեղ, որ անցնեն է զեբրայով։ Հենա լավ բիզնես են, Երևանը ամենալավ բիզնեսն է, այս բիզնեսին տվեք, այս բիզնեսին տվեք, թող սեղ սեղաններ դնեն, հաս չի կարա, դա ասում եք նորմալ չի, որ քո ամենակարևոր ճեմելու, կարևոր համ բիզնեսի առումով, համ հետիոտնի ամենակարևոր փողոցում ու այդքան դու անանես գազոնը այսքան լայն լինի, մարդը այդքան նեղ լինի։ Ընդհանրապես այս խաչմերուկը պետք է վերանայել։ Չկնեն թերթի բուտկեն հասած իա տեղը չի։ Ֆռսրեք, տարեք մի քիչ կպցրեք դեպի պատ, ոչ մի բան չի լինի։ Մենք ուրախացանք, այդ Թումանյան Ալբանձյանի հատվածը հանեցինք, միանշանակ ճիշտ որոշում է։ Բայց այստեղ այ որ լիներ գեղագիտական խորհուրդ, որտեղ ես անգամ Facebook-ով օրինակ մենք թաղապետ է չփեցին գել եմ, ասում եմ ինքը սպիտակ ներկեցին։ Բայց այստեղ հարցը որն է։ Ես կողմնակից եմ, որ ինքը լինի օրիգինալ, բայց երբ որ կարդում ես հուշերը, խոսում ես նախկին բնակիչների հետ, ես օրինակ ակնհայտ տեսնում եմ, որ այդ Նալբանդյան 23 եւ 25-ը Նիկողաս Բունյացյանի այդ ամենասիրուն, դրանք համարվել են Երևանի ամենաառաջին բարձրագույն, այսինքն 3 հարկանի շենքերը, շատ ճիշտ է դրած, ներս է դրած, հա խորությամբ է դրած, սիրուն բակ է Սպենսիարանի թանգարանի այդ հատվածում։ Այդ կրպակները միանշանակ պետք է հանել։ Բայց գույնը կամ սպիտակ ներկվեր դա պետք է գեղագիտական խորհուրդը ոչ, այլ ոչ այլ որոշի թաղապետը կամ քաղաքապետը կամ ինչ որ մեկը։ Այսի սղոցի տեղն է, միջև հիմա մնացել է մեր։ Հիմա նայեք, եկեք ձեզ մի հատ բան ցույց տամ։ Երևանի ամենապարապ փողոցներից է այս հատվածը, որ ամենակենտրոնականն է, դատարկ է, մեծ մասը, երկրորդ շարք, երրորդ շարք։ Առաջարկում ենք էլի, նայեք, այնտեղ ընդհանրապես մարդիկ չեն քայլում, այսպես։ Ինքը փողոցը լայնացնում ենք երկու կողմից, համ բիզնեսներն է սկսում ավելի լավ աշխատել։ Իսկ ստեղ նայեք ընդհանրապես մայթ չկա։ Ստեղ ընդհանրապես մայթ չկա։ Լավ է, երկու հատ նայեցին այդ մեր Մկրտչյան փողոցը բան արեցին, բայց սա էլ պետք է արվի։ Հասկանում եք, սա ամենավատ վիճակում է հիմա կենտրոնի մայթերի։ Սա միջև վերջ արած չի։ Սա էլի բնականաբար մայթերը, սա կաֆեներ պետք է լինեն, ավելի լավ զարգան։ Դատարկ փողոց է, ծանրաբեռնված չի։ Պարզը չես կարող շատ նեղացնես, որովհետև հիմա այդ Քոչինյանից եկած մասը փագ է, այսինքն այնտեղ է այդ հին Երևանցու մասը։ Ինքը որ բացվի բնականաբար Ամիրյանից կմտնեն, բայց դու սենց չի կարող դու սա պիտի նախապատվությունները դնես։ Մարդիկ չեն տարբերում։ Հյուսիսային փողոցն հրապարակից մինչև օպերա, նույնը Թումանյան փողոցը։ Պետք է ամբողջությամբ կպնի իրար։ Չպիտի սա անվտանգ պետք է լինի, դու պիտի Երևան քաղաքը սարքես հետիոտնի համար, այլ ոչ թե մեքենաների, բայց դա տարական համակեցության կանոնները խախտելու, ախր որ ստեղից նայում ես, ու տենում ես էլ որ ուզում ես որ մայթը լենանա։ Ստեղից մինչև Սարյան փողոց, մինիմում 1.5-2 մետր պիտի մայթերը լենացնես, մենակ ինչ որ մեքենան հանես։ Հասկանում ես, պիտի մայթը լայնացնես։ Այդ դա էլի գալի կոմպետենցիայի, գիտելիքի ու շատ բաների տենց փորձի պակասությունից։ Ոնց որ մարդ կան։ Նույնը լնդեղ, ասենք, մինչև մենք սախրը վիրապարակում պետք է ունենանք հաշվել ենք մինչև 150 մեքենայի ստորգետնյա բան կարա լինի։ Այս լայն մայթը գալիս է դառնում է այսքան։ Այ, ինչքան է։ Այն դեպքում, երբ որ սա պետք է լայնանա, մինչև ստեղ։ Այստեղ։ Ու այդ զեբրան ոչ թե դու պետք է գնաս, նայ, ոչ թե պետք է գնաս հասնես ստեղ, նայ, որ ստեից զեբրավ գնաս, այլ զեբրան պիտի սենց գնա։ Ժամանակին մեկը գծել է, ընդհանրապես որևէ մեկը չի ուզում վերանայի։ Նույն խնդիրը այս Տերյան փողոցի հատվածում է։
Ինչի պետք է մեքենաները կան։ Իրականում նույնը մեքենա պետք է մտնի, սա պետք է չպետք է մարդը մեքենային, սա չպետք է հանդիպի։ Տերյան փողոց այդքան կարևոր փողոց չի։ Հյուսիսային փողոցան շատ ավելի կարևոր է, հատկապես հետիոտնի մասը։ Քան այս մեքենաները, հաշվի առնելով եւ նույնը Թումանյան փողոցը, այնտեղ պետք է մտնի գետնի տակ։ Այսինքն ընդհանրապես կասկադ ու հետագայում նաեւ միջև մանումենտ դու պետք է հրապարակից միջև մանումենտ գնաս առանց որևէ փողոց ասել։ Ոչ մի զարգացող երկրներում չկա ասում, հենց քանի հատ է։ Նրանք հələ մեջն են մցել, սրանք դուրս են հանել, չգիտեմ, այս խայտար, իսկ այս շենքը ժամանակին Քոչար Մազմանյանի ես մեր սպորտ կոմիտեի այսպես ասած շենքը լավագույն ճարտարապետական 30-ական թվականներին ճարտարապետական մրցանակներ աշա, հելենակ ինչ արեցին, շենքից ինչ մնաց։ Կամ էսին ումա պետք է, մատից բացատրեք, էս ինչ է։ Էս ինչ է, կամ են գովազդը ինչ է։ Այսինքն ում են ձեռանում, ուրիշ գովազդը հանում են, բերում են ավելի մեծ գովազդներ դնում են, գազոնի վրա, ծառերը փակում են, այդ սիրուն տեսան։ Կամ էս ինչ է, լարերը։ Էս սրանք, էս ինչ ախպեր, մատից բացատրեք, էլի։ Սա 2026 թվականի Երևանի, Հայաստանի մայրաքաղաք է, որ կոպ եք ընդունում, էս եք ուզում անեք, այն եք ուզում անեք, չեք կարող ոչ իմ անեք, էս է դեմքը իրական Երևանի։ Այսինքն դա նայած որ մենք ավատը գիտեք որ նա որ արդեն քայլենը չեն նկատում, ասում նորմալ է, էսի ինչքան ժամանակ է էսի սենց հա։ Այդ նստալան ով է նստելու, ծառ կարը, ծառը խիկը դրեցիք, այս սերիկաներ։ Այդ ծառը ում էր խանգարում։ Մարդիկ հովին կարային նստեին, այստեղ սպասեին։ Մարդիկ շրջաններից գալիս են սպորտսմենները, չգիտեմ, կամ միջոց դիվան նստած բան են։ Այս ում էր խանգարում այս ծառը։ Ումա պետք է էսի որ հիմա ամառ 6 ամիս արևալի, ով է այստեղ նստելու։ Երեկոյան շարժը շատ մեծ է, ոչ մեկ չի նստելու։ Ցերեկներն որ պետք է նստեն հանգստանան, արևի տակ էփեն, ինչ անեն այս մարդիկ։